եմ, ես կարծում եմ, որ ժողովուրդը եւ երեկվա հրաբարակը եւ վաղվա հրաբարակը նույնը կամրակրի, բոլորս գիտակցում ենք, որ համապետական աննախադեպ գործի մեջ ենք բոլորս եւ դրա համար մենք մեզ պիտի պատրաստենք ոչ թե ակնթարթային լուծումների, որտեղ գիտենք թե ինչ է վիճակը մեր երկրում, ում հետ գործ ունենք, ինչ ընտրություններով անցանք եւ դրա համար ես միշտ բաց լինելով ժողովրդի առաջ ասում եմ, որ ժողովուրդը եթե պետք լինի, պիտի պատրաստ լինի երկարատև, հետևողական, բազմաճակատ պայքարի, որտեղ օրինական բոլոր միջոցները պիտի օգտագործենք։ Ես միշտ 10 նախընտրում եմ 10-ատուլի, բայց ոչ մեկը իրավունք չունի մեր ուսանողներին խոսք ասել, պատժել, ձեռք բարձրացնել եւ երեք ասացի, որ հենց այդ ուսանողները պետք է լինեն համալսարանում եւ ընդրախախտ կուսակցական շեֆերը եւ ռեկտորներն է պետք է դուրս գան համալսարանից։ Ոչ, ես նման մտահոգություն չունեմ։ Պարոն Հովհաննիսյան, Հայոց Աշխարհը գրում է, որ դուք 2002 թվականից ՀՀ քաղաքացի եք, բայց ձեր ընտանիքը մինչև հիմա ՀՀ քաղաքացիներ չեն։ Ու դա մեկնաբանում է, որ ձեր որդիները չեն ուզում ծառայել։ Ինչպես դուք կմեկնաբանեք։ Իմ որդիները եւ ընտանիքս իրենց ամբողջ կյանքը ծառայության մեջ են եւ շատ ուրախ եմ, որ մեր կրտսեր որդին Արմեն Ռիչարդը իր կամքով վերջերս դիմել է 16 տարեկան հասակին եւ դարձել է Հայաստանի քաղաքացի։ Սա ոչ թե հայրական հրահանգ է, սա յուրաքանչյուր ընտանեկան անդամի ազատ որոշելու հնարավորություն եւ շատ հպարտ եմ։ Եվ վստահ եմ, որ այդ քաղաքացիությունը կհասնի բոլորին, բայց կան լիքը քաղաքացիներ, որ անձնակիր ունեն, ովքեր խախտում են Հայաստանի սահմանադրությունը, խեղում են ժողովրդի ձայնը, դավաճանում են ազգային շահը։ Փաստաթղթով չէ։ Բայց ես սպասում եմ այդ օրվանը, որ այո, մեծ վերադարձի ճամփաբռնած նաև իմ ընտանիքը դառնա Հայաստանի քաղաքացի եւ ծառայի։ Ես միայն ափսոսում եմ, որ ես երբ որ վերջապես երկարատև պայքարից հետո դարձա քաղաքացի, ըստ այդ փաստաթուղթը, որին ես նվիրվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, ես անմիջապես զինքոմ դիմեցի այդ տարին, այդ օրը, խնդրելով, որ ես ուզում եմ իմ զինվորական ծառայությունը, պարտականությունը կատարել, ցավոք սրտի արդեն իմ տարիքը չէր ներում եւ պատասխանեցին, որ արդեն պահեստային եմ ներկայությամբ։ Բայց հիմա եւս, եթե դրա անհրաժեշտությունը կա, հիմա այս պահից ես այդ պարտականությունը կկատարեմ հայրենիքի առջև։ Ընտրությունների կեղծված լինելու հիմնական հակափաստարկներից մեկն այն է, որ բոլոր արձանագրությունները բոլոր տեղամասերում ստորագրվել են բոլոր հանձնաժողովների անդամների կողմից։ Այնուամենայնիվ կարող եք բացատրել, ինչու 4 խմբակցություն ունենալով ներկայացուցիչներ բոլոր հանձնաժողովներում չկարողացան այնուամենայնիվ հավաքել փաստերի բավարար, այսպես ասած, վարշավ, որը թույլ կտա ժամանական դատարանը իսկապես պաշտպանել։ Շատ լավ հարց է, երկսայրի հարց է, շնորհակալություն հարցիդ համար։ Առաջինը, այս ընտրությունները հերթապար կեղծված են եւ համատարած եւ դրանց ապացույցները կան։ Ապացույցները կան, թե ինչպես Երևանում դպրոցներում հավաքում էին ուսուցիչներին, տնօրենները եւ ուղղորդում դեպի ընտրություն։ Փաստեր կան, թե 17/5, թե այլ ընտրատեղամասերում, ինչպես բռնություն կիրառելով վստահված անձերի նկատմամբ, պարզապես ընտրատուփը բացին եւ լցոնեցին, բռնություն կիրառելով։ Փաստեր կան, թե ինչպես հազարավոր պետական շենքերի վրա, հիվանդանոցների դարբեր հարկերում, դպրոցներում, համալսարաններում, գյուղապետարաններում մի տեխնազույի բաստարները, քարոշավ բաստարները կային, խախտելով հանրության պատկանող սեփականության իրավունքը։ Փաստեր կան, թե ինչպես որոշ հրամանատարներ խախտելով իրենց ուտը,
խախտելով իրենց ուխտը, ուղղորդեցին մեր հպարտության աղբյուր զինվորներին բաց եւ կրկնակի քվեարկության։ Բացեք այդ տեղերը, որտեղ մեր դղաները, մեր զինվորները քվեարկեցին Վայոց ձորից մինչև Ջամբարակ եւ համեմատեք թե Policy Forum Հայաստանի մեթոդապանությամբ, թե Echo Moskvi վերլուծաբանների մեթոդապանությամբ, թե այնտեղ դեղի ինչ է ունեցել։ Ես չեմ ժխտում, կան զինվորներ, որ կարող են նախընտրած լինեին ազատամարտում ավանդ ունեցող պարոն Սարգսյանին, բայց այդ հարաբերությամբ երբեք։ Ապացույցները շատ են Լիլիթ, շատ են, համադարած եւ որևէ կասկած չունեն, որ եթե դիմեցինք սահմանադրական դատարան եւ եթե սահմանադրականը իսկապես դատարան է եւ ոչ թե կամագործիկ, ինքը լեցուն ապացույցներ ունի ճշմարտությունը վերջապես մի անգամ իր կենսակրթության ընթացքում ճշմարտությունը ասել։